պատկերացնենք, որ իր վերընտրվելու ժամանակ կամ վերաբնակեցվելու են կամ լինելու է պատերազմ։ Մնացած բոլոր դեպքերում մենք ունենալու ենք շատ ավելի բարձր շանսեր խաղաղության եւ շատ ավելի կարեւոր է, որ խաղաղություն բառը որպես գերագույն արժենք է քննարկել, բայց պատմականորեն, երբ որ ես երեխա էի խաղաղության գնաց են խմում, խաղաղության համար են խմում, այդ ասում են խաղաղություն լինի մնացածը կանենք, այդ խաղաղությունը նկատի չունեին։ Նկատի ունեն խաղաղություն, գիծ անվտանգություն։ Երբ որ մենակ խաղաղություն ենք խոսում, ամենախաղաղ վայրը բոլորը կարող են ուշադրություն դարձնել։ Իրենց շրջապատում ամենախաղաղ վայրը դա գերեզմանատունն է։ Այնտեղ բացարձակ խաղաղություն է տիրում։ Բայց մենք այդ խաղաղությունը չենք ուզում։ Մենք հարգում ենք, մենք գնում ենք, հարգանքի տուրք ենք մատուցում, բայց մենք այդ խաղաղությունը չենք ուզում։ Մենք ուզում ենք անվտանգություն, մենք ուզում ենք արժանապատվություն եւ մենք ուզում ենք ակտիվություն, ոչ թե այդ խաղաղությունը։ Հետեւաբար այստեղ նաեւ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ ասում ենք խաղաղություն ա լինելու, ինչ խաղաղության մասին է խոսքը գնում։ Եվ խաղաղությունն է թե խաղաղություն չի, բայց որ պատերազմ չի լինելու, չկա որևէ նախադրյալ պատերազմի, մի նախադրյալ կա, եթե համաշխարհային պատերազմ եղավ, ատոմային, չգիտեմ, գերտերությունները իրար վրա արձակվեցին, այդ ժամանակ պատերազմ է լինելու, ու դա կապ չունի ով է ընտրվել։ Եվ այդ ժամանակ ցանկալի է, որ մենք ունենանք այնպիսի իշխանություն, որը կարողանում է այդտեղ համապատասխանաբար հայկական շահերը պաշտպանել։